ես այնտեղ հյուր եմ եղել, բայց այդքան հարազատ չեմ կարծում, որ Հայաստանում կա գիտակից բարոյական ու խելամիտ մարդ, որի համար Արցախյան հիմնահարցը այս պահի դրությամբ խնդիր չի։ Շատ հավես էր Արցախում միշտ անցնում, հետևաբար սա լուծում չէր, իսկ մեզ լուծում է պետք։ Անժելա ջան, Արցախում շատ եք եղել, երբեք չեք դադարում Արցախի մասին խոսել։ Արցախը դա ինձ համար ոչ միայն աշխատանքային եւ կյանքի շատ մեծ հատված է, պրոֆեսիոնալ, իմ ճանապարհի հետ զուգահեռ, այն համար բացահայտվող բնորանը, այլ շատ մեծ էմոցիոնալ կապ է, որովհետեւ առաջի անգամ կարծեմ 18 տարեկանում եմ Արցախում եղել 2003-4 թվականներ, շատ վաղուց։ Հենց այնպես որոշել եք գալ ընկերներով, այո, ընկերներով ճանապարհորդություն արեցինք, այն ժամանակ իհարկե շատ ավելի դժվար էր դա, քան հետագայում, հա, եւ ճանապարհներն էին ավելի վատ եւ ենթակառուցվածքը տուրիստական այնտեղ այդքան զարգացած չէր, ինչ որ տատիկի մոտ տուն էինք վարձել, շատ հավես էր։ Իհարկե, առաջի տպավորությունները Արցախից լիարժեք չէին, որովհետև հասկացա, որ մի քանի օրով դու չես զգում Արցախը, երբ որ գալիս ես, նոր ծանոթանում ես, տատիկ պապիկը տեսար, դադի բանկը տեսար, Գանձասարը տեսար, այնպես տուրիստական, հա, ավելի ճանաչողական այցեր առաջինը։ Հետո հասկացա, որ ես ուզում եմ զգամ Արցախը ներսից, հասկանամ, զգայական մակարդակում հասկանամ իրան։ Եվ երբ որ ավելի հաճախ սկսեցի գալ աշխատանքի բերումով արդեն փորձում եմ գնալ վայրեր, որոնք տուրիստական չեն, որոնք դուրս են այդ հիմնական ճանաչելի վայրերի ցանկից։ Ճիշտ է, գործի բերումով առաջնագծում էի հաճախ հայտնվում, բայց այնպիսի վառ հիշողություններ են հենց ոչ տուրիստական վայրերի հետ կապված, մարդկանց հետ, որոնց հետ ծանոթացել եմ Արցախում տարբեր իրավիճակներում, որոնք օգնության ձեռք են մեկնել, որոնք շատ սրտաբաց ջերմ ընդունել են, ընկերացել են եւ հետո տարիներ շարունակել են այդ ընկերությունը։ Մարդիկ կան, որոնց հետ դադարել եմ 18 թվականից հետո առհասարակ շփվել, որովհետեւ իմ համար ընկալելի չէր իրենց վարքագիծը լինելով արցախցի, հասկանալով թե ինչա կատարվում, ինչա մեզ բոլորիս սպասում։ Այդպիսի ընկերներ ծանոթներ եմ ցավոք սրտի ունեցել Ստեփանակերտում, որոնց հետ դադարել եմ շփումս։ Բացառապես դրական են հիշողությունը։ Բացասական հիշողություն հիմա որացա, մի անգամ մեքենան փչացել էր գիշերը, մնացել էի ճանապարհին եւ լսեցի շակալների ձայները շատ մոտ։ Երևի դա շատ առաջի անգամ վախեցա, որովհետեւ այդքան մոտ չէի լսել վայրի կենթանիների, բացասական մի անգամ դա Մարտակերտից էինք վերադառնում, Ստեփանակերտ գիշեր շատ իրականում շատ ուրախ պատմություն է, դա մի քանի բաղադրիչ ունեցող ուրախ պատմություն է, որովհետև միամիտ այնտեղ ես գործուղման էի եւ հանդիպեցի միամիտ Շուշանին Պետրոսյան, որը եկել էր Մարտակերտ, իր մշակութային տանը, տոնածառ զարդարելու եւ տոնական ինչ-որ միջոցառում կազմակերպելու, ասաց արի, եթե ազատ ժամանակ ունես, միասին գնանք։ Մի խոսքով մինչեւ գիշերվա 2-ը տոնածը շատ եռանդով եւ հավեսով Շուշանը զարդարում էր տոնածառ, մշակույթի տանը, բոլորը այնտեղ օգնում էին, փեյջի վրա սուրճ էինք խմում, փեյջի վրա էփած Այդ էլ առանձնակի, այսպես համ ու հոտը այդ ամեն ինչի այդ հիշողությունների յուրահատուկ է եւ դա այդ ամեն ինչը պետք է պահպանել հանկարծ չմոռանալ, որովհետեւ օրինակ առավոտյան հունոտի կիրճին վերևից նայել սուրճ խմելով, դա իմ այսպես ասած ուժի բաններ էր, место силы, որ ասում են, ինձ համար դա Շուշիում ձորի վերևում նստել եւ առավոտվա սուրճը վայելելն էր։ Տիեզերքի հետ ուղիղ կապում էի այնտեղ եւ երբ որ դու այդ ամեն ինչից զրկվում ես, առհասարակ դա նկարագրելի չի,
այդ զգացողությունները։ Ես առհասարակ չեմ պատկերացնում մարդիկ, որոնք այդտեղ ծնվել են, ապրել են, մեծացել են, կյանք են ունեցել իրենց բարդություններով, ուրախություններով։ Ես չեմ կարող պատկերացնել ինչ այդ մարդկանց հոգում կատարվում, որովհետև մեծ հաշվով ես այնտեղ հյուր եմ եղել, բայց այդքան հարազատ է, այնքան իմն է Արցախը, եթե ես այդ զգացումները ունեմ, ես պատկերացնում եմ ինչ են զգում արցախցիները, ահա որը։ Բռնագաղթի առաջին իսկ ժամերից արցախցիների կողքին էիք։ Շարունակում եք նրանց հետ հանդիպումները, հիմնականում ինչ խնդիրների են նրանք բախվում։ Ինքնակազմակերպեցինք ուղղակի ընկերուներով, հասկացանք, որ դա պետք է անել։ Եվ առանց քննարկելու, հա, իրար մեջ։ Սկսեցինք, պատկերացում չունենք ոչ ծավալների, ոչ հնարավորությունների, ոչ հետագա այդ ամեն ինչ ճակատագրի մասին, որովհետև այսպես նայեցինք իրար դեմքի, ասեցինք պետք է անել, վերջ։ Հարյուրավոր, հազարավոր մարդիկ միացան այդ նախաձեռնությանը, ուղղակի սենց չեմ կարող ասել, որ դա մեր նախաձեռնությունն էր, որովհետև այդտեղ իրականում տենց իրավիճակներում երևի սկսում ես հասկանալ, որ կարծրատիպերը մեր մասին շատ սխալ են, որ մենք անտարբեր ենք դարձել, որ էմպաթիա չունենք իրար հանդեպ, որ վատն ենք, որպես հանրություն, որպես այդ սա սուտ է, որտեղ ես տեսել եմ հասարակ մարդիկ ինչ ջանասիրությամբ են փորձում մի փոքր, բայց ներդրում ունենալ այդ իրավիճակում արցախցիների հոգսը մի քիչ գոնե թեթևացնելու համար։ Հասկացանք, որ սա մեխանիզմ չի, այսինքն առաջին օգնություն տրամադրելու, այդ առաջի շոկը վերապրելուն, օգնելուն զուգահեռ պետք է ստիպել, որ պետությունը կատարի իր ֆունկցիան, որովհետև մեծ հաշվով էլի կրկին անհատներ իրենց վրա վերցրեցին պետության ֆունկցիան, երբ որ չինովնիկներ իրենց տաք կաբինետներում նստած հետևում էին, ոնց են անհատները դա անում, մի հատ էլ հաթաթա էին տալիս, թե սենց արեք, տենց արեք, հա։ Եվ խնդիր էր մեզ համար նաև ստիպել պետությանը, որ մարդկանց աջակցի, որովհետև իշխանությունը բառացիորեն համար մեկ մեղավորներ է իրավիճակում, որը ստեղծվեց, բայց 4 ամիս անց հասկացանք, որ դա սիտուատիվ լուծումներ են, դա ինստիտուցիոնալ մոտեցում չի։ Շփումները պահում ենք, հաճախակի շփվում ենք եւ մարդիկ, որոնց հետ այդտեղ ծանոթացանք տեղում եւ կամավորների հետ եւ արցախցիների հետ կապը պահում ենք։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ շատերը լքել են Հայաստանը։ Այդ առաջի խմբերը հոսքով երբ որ եկան, հետո չհարմարվեցին, չտեղավորվեցին։ Եվ այդ թվում նաև պետական ճիշտ քաղաքականության բացակայության դեպքում առնվազն, իսկ իմ պատկերացմամբ դիտավորությամբ անել ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ չկարողանան ինտեգրվել մեր հասարակության մեջ։ Եվ այսօրվա դրությամբ շատերը արդեն ցավոք, ինձ համար ցավոք, այստեղ չեն, որտեղ մենք փորձում ենք անել ամեն ինչ, ինչ մեզնից կախված էր, որպեսզի արցախցիները ինտեգրվեն մեր հասարակության մեջ, բայց այսօր էլ երբ որ ես հանդիպում եմ այդ արցախատիացության դրսևորումներ, որոնք էլի համակարգված են, ուղղորդված են իշխանության կողմից։ Շատ մարդիկ սակայն մեղադրում են արցախցիներին լռելու, խնդիրների մասին ամեն քայլափոխի մեղադրում եք չաղաղակելու։ Այո, որովհետև արցախցիները չեն բարձրացնում իրենց խնդիրները։ Բայց հակառակ դեպքում էլ մեղադրում են իրավիճակը ապակայունացնելու, Արցախը լքելու, հայ ժողովրդի միասնականությանը սեպ խրելու մեջ։ Անջատվեք այդ քարոզչությունից իշխանը։ Ինչ պիտի անի, ամեն ինչ կորցրած։ Դուք ունեք ձեր իրավունքները, որոնց համար պետք է պայքարեք, ուրիշ տարբերակ չկա։ Եթե դուք չպայքարեք, ով է պայքարելու։ Այսինքն ես շատ ունեմ արցախցի ընկերներ, որոնք ցույցերի ժամանակ փողոց դուրս չեն գալիս։ Հա, ասում են դե չենք կարա, դա մեր մտածում են չի փոխ։ Եթե ես էլ այդպես մտածեի, ես էլ տունը նստեի, այտենց բոլորը մտածեն տունը նստեն, դա ճիշտ չի։ Պետք է սեփական իրավունքների համար պայքարել։ Առավել եւս այսօրվա Հայաստանում, ցավոք սրտի եմ դա ասում, հա, պետք է ստիպել լսելի դարձնել այդ ձայնը։ Եվ ես շատ ուրախ եմ այն նախաձեռնությունները, որ իրականացնում են, հավաքում են, ցույցեր են անում, պահանջում են, որովհետև այդ մարդկանց, այո, այս իշխանությունը պարտավոր է անել։ Արցախցիների իրավունքների հարցը այսօր գիտեք դուրս է օրակարգից, այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները։ Ինձ կարեք բացատրեք ինչի է լռում Արցախի իշխանությունը։ Ինձ կարեք բացատրեք այդ լռության պատճառը։
Այդ հարցի պատասխանը միջև ես չունենամ, ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Ինչ պիտի անի Արցախի ժողովուրդը, երբ Մայր Հայաստանի օրակարգում չկա ոչ Արցախի, ոչ էլ արցախցիների իրավունքների հարց։ Կամ ստիպի, որ հեռանան ու գան նրանք, ում օրակարգում դա առաջնահերթություն է։ Շատ պարզ է։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե Մայր Հայաստանի իշխանության օրակարգում դա չկա, ուրեմն իշխանությունը պետք է կազմակերպի Արցախի իշխանությունը, ըստ ձեզ։ Չէ, Արցախի իշխանությունը պետք է գոնե ձևակերպի պահանջը։ Ինչ են պահանջում այսօր արցախցիները։ Կանե ջան, ես օրինակ մինչև հիմա հոդաբաշխ չեմ ստացել այդ հարցի պատասխանը։ Որովհետև այդ պահանջը հաստատ 50,000-ի դրամներից ավելի լայն է։ Վերադարձ են ուզում։ Okay, ձևակերպեք այդ խնդիրները, որտեղ մենք այսօր նորմալ է, որ հասարակությունը չգիտի, որովհետև ոչ մեկ այդ խողովակներով չի հասցնում արցախցիների կարիքները, խնդիրները, պահանջները ձևակերպված մենք դա չենք տեսնում։ Եթե դա նույնիսկ չեմ տեսնում ես, այդ ձևակերպումը ունեին, չէ՞։ Դե 1.5 տարի անց մենք առաջի անգամ լսեցինք ինչ որ ձևակերպում, արդյունքում դա էլ սոցիալական խնդիրները առաջնահերթ դարձնելուն։ Հա, սոցիալական խնդիրը շատ կարևոր է, դա առաջնահերթ խնդիրներից է այսօր արցախցիների։ Բայց բացի դրանից, ինչ խնդիր ունեն այդ մարդիկ։ Մենք դրա մասին չգիտենք, ամաչում են, չեն ուզում խոսեն, քաշվում են, չեն պատմում։ Բա հասարակ միջին վիճակագրական Երևանի բնակիչը դա որտեղից պետք է իմանա։ Ես որտեղից իմանամ իմ հարևան արցախցին ինչ խնդիր ունի։ Ինչով ես կարամ իրան օգտակար լինեմ։ Հասկանում եք, այդ կոմունիկացիան պիտի ձևակերպվի ինչ-որ կերպ։ Դրա համար կան մարդիկ, որոնք դրա համար պատասխանատու են բանաճ։ Իրանք պետքա ձևակերպեն եւ հասցնեն հասարակությանը այդ միտքը։ Հանրային գործիչներ, քանի ինքս չունեմ այդ հարցի պատասխանը, հավաքական արցախցիներին, օրինակ այդ 100,000 արցախցիներին Հայաստանում այսօր ինչա պետք։ Ինչով ես կարամ իրանց օգտակար լինեմ։ Չէ, պարզ հարց։ Մինչև 18 թվականը ես գիտեի ինչով կարամ օգտակար լինեմ։ Հիմա ես այդ հարցի պատասխանը չունեմ, ես չգիտեմ ինչով օգնեմ ձեզ։ Երբ շփվում եք արցախցիների հետ, ձեզ համար պարզ չի լինում։ Չէ, իրանք ինձ երբեք չեն բողոքում ոչ մի բանից։ Հա, տուն ենք ուզում, հա, հասկանում ենք իրատեսական չի։ Բզում եմ անդադ, ասում, սենց արեք, նենց արեք, statement-ներ պետք է լինի, միջազգային կառույցներ, պետք է անընդհատ եք, աշխատեք սփյուռքի կազմակերպությունների հետ, ցանցային պիտի լինի, տեսնում եք իշխանությունը չի անում։ Բայց դա համակարգել է պետք, այդ աշխատանքը տանել է պետք։ Լավ, ես կարող եմ խորհուրդ տալ ինչ անել։ Կարող եմ պրակտիկել օգնեմ, բայց դա համակարգված աշխատանք, դա անհատների գործ չի, դա նույն բանն է մոտավորապես ոնց որ այդ օգնությունը անցած տարվա սեպտեմբերին։ Անհատներ են պետք, որոնք կկազմակերպեն այդ ամենը։ Ես մեկ։ Հետո հավաքվեք, կազմակերպվեք։ Որովհետև այդպես չի կարելի ասել, այ Հայաստանը չէ, Հայաստանի իշխանությունն է, որովհետև Հայաստանի կապ չունի Հայաստանի իշխանության հետ։ Հայաստանի իշխանությունը չի ուզում, ուրեմն դա հնարավոր չի։ Այդպես չի։ Մա Հայաստանի իշխանությունը չի ուզում, որ առհասարակ ընդդիմությունը ու մենք բոլորս գոյություն ունենանք իրանց կյանքում, բայց կան։ Ու իրանք դրանից ստիպված են հաշվի նստել։ Եվ ձեզ հետ էլ են իրանք ստիպված լինելու հաշվի նստել, եթե դուք ձևակերպեք ձեր պահանջները եւ միասնական ու միահամուռ հնչեցնեք այդ պահանջները։ Եվ Հայաստանի իշխանությանը, եւ միջազգային հանրությանը, եւ Ադրբեջանի իշխանությանը։ Ձևակերպեք։ Ու վստահ եղեք, որ Հայաստանի բնակչությունն էլ կկանգնի այդ պահանջները սատարելու գործին կկպնի, որովհետև ես հասկանում եմ, որ ստեղծվում է պատրանք, միֆ, որ արցախցիները միայնակ են, հասկացված չեն, ընդունված չեն, դա տենց չի։ Դա քարոզչական միֆ է, որը ջանասիրաբար իհարկե ձեռնտու է եւ ստեղծում է իշխանությունը, բայց դա տենց չի։ Այդ մասշտաբային չի, երբ որ դու դնում ես նժարի վրա երկու, հա, արցախատյացության դրսևորումները եւ արցախցիների հանդեպ այդ հոգատար վերաբերմունքը համադրելի մասշտաբներ չէ։ Այստեղ հարցը նրանում է, որ անկեղծորեն, եթե չլիներ այդ ցույցը, վերջի անգամ ես չեմ հիշում, երբ լսած լինեի, որ արցախցիները ձևակերպված բարձրացնեին իրենց խնդիրները։ Այսինքն տպավորություններ, որ մինչև չեկավ 50,000-ների հարցը, մենք չլսեցինք դրա մասին, բայց դա տենց չի ախր։ Ես գիտեմ, որ դա տենց չի։
Եթե դուք տեսնում եք, որ Հայաստանի իշխանությունը դա չի անում, ուրեմն դա պիտի անի կազմակերպված Արցախի իշխանությունները։ Առնվազն Բաքվում գտնվող գերիների հարցը պետք է անդադար բարձրացվի։ Տարբեր միջազգային ատյաններով, որտեղ դա հնարավոր է, անընդհատ մենք պետք է տեսնենք եւ հայտարարությունների մակարդակով, եւ գործողությունների մակարդակով։ Հիմա երբ որ ռազմագերիների համար ցույց են անում ԱԳՆ-ի դիմաց, մենք էլ գնում ենք հավասար մասնակցում ենք, որտեղ մեզ համար այդ տարանջատումը չկա։ Արցախցի, հայաստանցի չկա, տարբերություն չկա, դա հայ մարդիկ են, որոնք գտնում են թշնամու բանդում, ինչը իմ համար բացարձակ անընդունելի երևույթ է, անպատկերացնելի, նույնիսկ ամենածանր մաղձավանջը։ Հարցը նրանում է, որ Հայաստանի իշխանությունից ես կարծում եմ որևէ ակնկալիք այլևս ոչ մեկ չունի, չէ։ Մենք հասկանում ենք, որ այդ մարդիկ չեն սպասարկում Արցախի ու Հայաստանի շահերը։ Հայաստանի իշխանությունը չի անելու, ավելի ճիշտ անելու ամեն ինչ հակառակը, որպեսզի միջազգային դատարաններում ձեր հայցերը հետ կանչվեն։ Դուք չունենաք ոչ մի հնարավորություն, որպեսզի չկարողանաք ձեր իրավունքները պաշտպանել նույնիսկ բանակցությունների մակարդակում։ Անելու են ամեն ինչ դրա համար։ Հիմա ձեր խնդիրն է դա թույլ չտալ միավորվել, որովհետև ու միավորվել բոլորով։ Իրականում ես չեմ կարծում, որ Հայաստանում կա գիտակից բարոյական ու խելամիտ մարդ, որի համար Արցախյան հիմնահարցը այս պահի դրությամբ խնդիր չի։ Անժելա ջան, իսկ ավելի շատ գործնական այցերով եք լինում Արցախում, թե Այնպես էլ շատ հաճախ փորձում էի տաք եղանակին ընկերներիս, ծանոթներիս, ուսանողներիս, ով Արցախում չէր եղել միջև այդ, այսպես բաներ, հա, մեր մոտ նպատակ էր, չգիտեմ, ցանկություններ, մարդկանց Արցախը ցույց տալու իմ Արցախը, այն Արցախը, որ ես եմ սիրում, որ սպիտակ բանկ է, որ բարձրանում ես Տիգրանակերտ գնալուց, այնտեղ շատ համով թուզ էր, վայրի, շատ քաղցր։ վայրի թուզը մենք չենք ուտում։ Մենք երևանցիներից համար դա էկզոտիկա էր։ Վայրի թուզը ուտելու չէ։ Արդեն չէ, բան էր, տենց վայրի չէ։ Ի նկատմամբ ոչ մեկին ուղղակի աճում էր ճանապարհի մոտ։ Այդպես շատ հետաքրքիր ես ունեմ իմ Արցախը եւ որը ուզում եի ցույց տալ ընկերներից, որոնք այդտեղ երբեք չեն եղել, համը, հոտը, էմոցիան Արցախի չեն զգացել եւ գրեթե չի եղել մարդ, որի հետ մենք նրանք այդպես պատտվենք Արցախով, տարբեր վայրերով, եւ ես միշտ ունեի շատ հետաքրքիր մշակած մարշրուտներ, հա, ճանապարհորդության, շատ հավես գնում ենք, հավես գալիս ենք մեծ կամպանիաներով, զավեշտալի պատմություններով իհարկե, հավելված, բայց չի եղել մարդ, որ ինձ հետո ասի, այսքան ճանապարհը իզուր կտրեցի եկա, որովհետև Արցախը դառնում էր այդ ամեն մեկի հոգու մասնիկ եւ հիշողության մաս եւ ես հիշում եմ նույնիսկ այդ ամենաապաքաղաքական ընկերներս 20 թվականի պատերազմից հետո 23-ից հետո մխկտալով զանգում էին ինձ, որտեվ ասում եմ ոնց մենք այդ ամեն ինչը էլ չենք տեսնելու, ասում Ժորժ ջան դուք հասցրել եք դա գոնե տեսնեք։ Իսկ երբ որ ինձ զանգում են ընկերներ, որոնք չեն էլ հասցրել այդ ամենը տեսնել, այդ այնց միշտ հետոյվա էինք ցում ասում են լավ կգնամ մի օր կնայեմ, Մայրենք ինչ ասեն։ Չնայած երևի իրանց համար ավելի հեշտ է, մարդիկ, որոնք Արցախը չեն տեսել, նույնիսկ ասում են ինչ լավ է, որ չենք տեսել, ավելի ծանր երևի ավելի հեշտ են տանում նրանք, ովքեր չեն տեսել, չեն զգացել, չեն վայելել Արցախը։ Շատ հավես էր Արցախում միշտ անցնում։ Ես ու Արմինեն Հադիվեկյան շատ սյուր ավանդույթ ունենք Ստեփանակերտի լունապարկում, ամբողջովին պետք է ավտոդրոմ քշի։ Տեղի աշխատող տղաները արդեն մեզ անգիր գիտեն, որ գալիս են ասում լավ։ Տեսեք ինչ որ բաներ կար, ռիտուալներ կար, սիրած տեղեր կար, չգիտեմ, անպայման պետքա վանիլայից փախլավան տանեի, որտեվ Երևանում երբ որ իմանում էին գնում եմ, չգիտեմ, բոլոր պատվերները այսպես հավաքում էի, մարդկանցից ժինգալով հացերի, փախլավաների, այդպես միշտ բագաժնիկը լիքն էր լինում, կարոտիս
անբաժան մասն է համերը, հոտերը, ձայները Արցախի։ Նույնիսկ առաջնագծում եւ հայտնում ես կրակոցների տակ։ Այդ էլ է էլի կյանք։ Այդտեղ ես նախ սկսում ես գնահատել իրականում այդ անվտանգությունը, դրա կարևորությունը, սկսում ես հասկանալ քո որպես անհատ, քո մասին պատկերացումների եւ գերագնահատելը քեզ հաճախակի շատ այլ կերպ ես առաջնագծում, սկսում կյանքին վերաբերվել։ Հիմա ամբողջ Հայաստանն է արդեն այդ առաջնագիծը։ Հիմա արդեն Հայաստանով որ պատտվում ենք, ասում ենք ինչ-որ հեռավոր տեղ որ գնում ենք սահմանամերձ, ասում ենք գոնե հասցնեմ տղայիս ցույց տամ, մարդես չգիտես, կհանձնի թե չէ։ Մենք էլ ենք։ Ես շատ ուրախ եմ, որ ես իրան 2 անգամ հասցրել եմ Արցախը ցույց տալ, ինքը 7 տարեկան է, բայց շատ փոքր տարիքից, 1-2 տարեկանից տանում էի, ինքը իհարկե գուցե չի հիշի դա, բայց նկարներով պահպանված այդ ամենը, հետո իրան նաև ցույց եմ տալու, որտեղ ինքը ամենտեղ այդպես իր գադջետների վրա տարբեր տեղերում կպցնում է Արցախի դրոշը եւ անդադ հարցեր է տալիս, ես իրան պատմում եմ։ Աստված ինչ լավ է որ հասցրեցի տան։ Այդ միակ բանն է, որ չեմ թողել հետոյվա, տարել եմ, ցույց եմ տվել։ Ինչի համար եք ափսոսում, ինչ չեք հասցրել անել Արցախի հետ կապված։ Ունենամ այդքան իշխանական լծակ, որ հասնեմ Արցախի անկախության ճանաչմանը։ Ինչ երևի կարևոր բանն է։ Անկախության ճանաչման առաջերտին Հայաստանի կողմից, հետո ամբողջ աշխարհի։ Ամենագլխավոր բանն է, որը Արցախի համար հնարավոր համարում եք վերադարձ Արցախ։ Շատ ծանր քրտնաջան աշխատանքի հարց է դա։ Եվ այդպես ուղղակի բառացի ասելու չի, որովհետև մենք հիմա գտնվում ենք ոնց որ Ադրբեջանի հետ հայելային վիճակներում, հա 90-ականների սկզբին ոնց էինք մենք, ոնց էին իրանք, հետո իրանք հավաքվեցին, դրեցին ընդհանուր ազգային նպատակ, որին դեպի այդ նպատակ գնում էին 30 տարի։ Մենք տեղերով փոխվել ենք։ Եվ անհնարին բան չկա։ Ադրբեջանը շատ է խոսում ռևանշից, ինչ է կարծում, Ալիևը իսկապես ռևանշի վտանգ տեսնում է, թե պարզապես ներքին լսարանի համար է։ Իհարկե տեսնում է, ինքն էլ է հասկանում, որ հայ հասարակությունը դա չի մերվել, չի համակերպվել, չի մարսել դա նվաստացումը, չի կարելի հայերին անդադար նվաստացնել։ Դա խնդրի լուծում չի, որտեվ սա արդար լուծում չէր Արցախյան հարցի։ Հետևաբար ընդունելի լուծում չէր, հետևաբար երկարատև խաղաղություն բերող լուծում չէր։ Ալիևն էլ է դա շատ լավ հասկանում։ Միջազգային խաղացողներն են դա շատ լավ հասկանում։ Մենք էլ ենք դա հասկանում։ Սա արդար լուծում չէր հարցի։ Իսկ առանց արդար լուծում հարցը չի փակվելու։ Լավ, գուցե եւ համակեցության խնդիրը քննարկելի էր, բայց ոչ այս պայմաններով։ Ոչ այսօրվա Ադրբեջանի հետ։ Հետևաբար սա լուծում չէր, իսկ մեզ լուծում է պետք։ Իսկապես հավատում եք, որ բոլորը պատասխան են տալու։ Մեղավորները անշուշտ։ Եվ ես դրա համար անելու եմ ամեն ինչ, ինչ կախված է ինձանից։ Այլ դեպքում այս ամեն ինչը էլ ինչ իմաստ ունի։ Եթե չպատժվեն մեղավորները եւ եթե դասեր չքաղենք այս ամեն ինչից, չվերլուծենք եւ չհասկանանք մեր հավաքական սխալները որտեղ են եղել։ Ձևակերպենք, վերլուծենք, բայց օբյեկտիվ։ Որ մեկս որտեղ եւ ինչու մենք թերացել, որ այսօր այս վիճակում ենք։ Իսկ մարդիկ, որոնք համար մեկ պատասխանատուներն են այդ ամեն ինչի, իրանք այդ ռեֆլեքսիան ցավոք սրտի չունեն։ Իրանք այդ հարցերին չեն ուզում պատասխանել, չեն ուզում նույնիսկ վերլուծեն իրանց մեղավորության չափաբաժինը, այդ ամենավատը։